Օրնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, ունենք թեմա, դա սուրն է, սրի գործածությունը Աստվածաշնչում։ Չգիտես ինչի թյուր կարծիք կա, որ քրիստոնյան չպետք է գործածի սուր։ Այնինչ մարդը մարդ է, քրիստոնյա թե այլ կրոնի դավանող։ Սուրը կարևոր է մարդու կյանքում եւ քրիստոնյայի եւ բոլորի կյանքում։ Տեր հայր, գանք 5 տակարանից, որտեղ հրեաների պատմությունն է, տարբեր ապստամբությունների, պատերազմների միջոցով եւ սրի գործածությունը պարտադիր պատկեր է 5 տակարանում։ Եվ թեկուզ եւ Մակաբայեցիների գիրքը, եթե թերթենք, այնտեղ որքան շատ են սուրերը, սուսերը, նիզակները, գեղարդները, ռազմամթերքը, այնտեղ խոսում են նույնիսկ զորագնդերի մասին եւ նույնիսկ ասքանազյան գնդերի մասին, որը Արարատյան երկրի գունդն է։ Մի խոսքով ունենք թեմա, այդ թեման սուրն է, որն է սրի գործածությունը քրիստոնյայի կյանքում։ Նախ եկեք հստակ մեզ համար արձանագրենք, որ երբևէ Սուրբ գրքում պատերազմները չի խրախուսվում եւ պատերազմի արհավիրքները բոլոր դեպքերում անդրադառնում են իբրև ողբերգություններ ժողովուրդների եւ ազգերի վրա։ Երբ որ մենք փորձում ենք առանձին հատվածներին եւ օրինակներին անդրադառնալ ավետարանական պատմությունների, սուրբ գրային պատմությունների, ապա այո, այնտեղ մենք տեսնում ենք դրվագներ, երբ որ Իսրայելի ժողովուրդը պատերազմի է դուրս գալիս մեկ այլ ժողովրդի դեմ եւ լինում են ավերածություններ, լինում են մահեր, զոհեր եւ այլն։ Բայց առհասարակ 5 տակարանում շատ հստակ արձանագրված է աստվածային պատվիրանների մեջ, որ տրվեց Մովսեսին, որ մի սպանիր։ Երբեք սա քննարկման ենթակա չէ եւ սա տարընթերցման ենթակա չէ։ Ուրիշ բան է, երբ որ մենք 5 տակարանում կարդում ենք տարբեր պատմական դրվագներ, որոնք պարզապես արձանագրումն են այսինչ կամ այնինչ իրողության, այսինքն երբ որ Աստված մեզ պատվիրել է թե մի սպանի, ցավոք սրտի չի նշանակում, որ մարդկային կյանքում այս պատվիրանը սրբությամբ պահվում է։ Բոլոր ժամանակներում եւ 5 տակարանյան շրջանում եւ նաեւ այսօր մարդիկ ընչաքաղցությունից, իշխանատենչությունից եւ սեփական շահերից դրդված շարունակում են ավերածություններ բերել, պատերազմներ հրահրել եւ արդյունքում լինում են բավականին աղետներ, որին նաեւ ականատեսնենք մենք այսօր։ Տեր հայր, երբ որ մեջբերում ենք Սուրբ գրքից համապատասխան հատվածներ, բնականաբար չենք խրախուսում դրանով, որ սուրը պետք է անպայման օգտագործել կամ լավ է, որ օգտագործվել է սուրը։ Պարզապես փաստերն ենք արձանագրում, որ սրի գործածությունը այնուամենայնիվ Սուրբ գրքում կա եւ կա Նոր Կտակարանում արդեն անհրաժեշտաբար 5 տակարանի հետ համեմատած։ Իհարկե Նոր Կտակարանում սուր բառը կամ սրի պատկերը այդքան էլ չկա։ Ասենք, եթե հիշենք Քրիստոսի այդ ձերբակալության պահը, Պետրոս առաքյալը սուրը հանեց եւ քահանայապետի ծառայի ականջը կտրեց։ Նույնիսկ հիշվում է այնտեղ Մախքոս, այդ ծառայի անունը։ Եվ այստեղ կարևորը ինչն է, ոչ թե որ սուրը կար, սուրը օգտագործվեց, այլ որ Քրիստոս ինչ ասաց. Պետրոս սուրը տեղը դիր։ Այո, որովհետև սուր վերցնողը սրով էլ կընկնի, այսինքն սա հայտնի ճշմարտություն է, սա հայտնի իրողություն է, երբ որ դու որևէ դեպքում վրեժ ես լուծում, այդ վրեժը բնականաբար ունենում է արձագանք եւ այդպես շարունակ ու բերում է մի նոր աղետ, որը որ ցավոք սրտի մեր կյանքում նման օրինակների մենք ականատես լինում ենք։ Քրիստոս երբ որ մարդացավ եւ եկավ աշխարհ, այդ ժամանակահատվածում Իսրայելի ժողովուրդը բոլորովին այլ հասարակարգում եւ այլ իրավիճակում էր ապրում։ Եւ այստեղ այո, Հիսուսից հենց ակնկալում էին, որ Հիսուս հրեական, ծայրահեղական այդ ուղությունների շարժումը կղեկավարեր եւ ժողովրդին կհաներ ապստամբության սրով, ապստամբության հռոմեական կայսրության դեմ, թոթափելու այդ լուծը եւ վերականգնելու Դավթի հզոր թագավորությունը։ Բայց Քրիստոս մենք տեսնում ենք ավետարանում, որ դա չարեց եւ ընդհակառակը Քրիստոս մարդկանց փորձում էր հասկացնել, որ այդ սուր վերցնողը սրով էլ կընկնի, այսինքն եթե դուք այսօր վեր կենաք եւ ապստամբեք հռոմեական այդ հզոր կայսրության դեմ, սրով էլ կընկնեք եւ մարդիկ կկոտորվեն եւ դրանից որևէ արդյունք չի լինի։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, դուք ուզում եք կործանել մի կայսրություն, ստեղծել երկրորդը։
Այսինքն մի չարիքի դեմ պայքարելով ստեղծում եք երկրորդ չարիքը։ Իհարկե բոլոր ժողովուրդներն են ուզում են ազատ, անկախ ապրել, բայց դա բոլորովին այլ բան է, մեկ ուրիշ բան է, երբ որ դու քո ազատությունը ու քո անկախությունը կառուցում ես ուրիշներին ստրկացնելով, ուրիշ ազգերին եւ ուրիշ ժողովուրդներին ստրկացնելով։ Եվ բնականաբար սա բացասական երևույթ է, որ բոլոր ժամանակներում բերել է մեծ աղետներ։ Քրիստոս եկավ մեզ սեր քարոզելու եւ փորձելու այդ սիրո թագավորությունը մեզանում հիմնելու եւ Քրիստոս հենց դա արեց, մեզ սովորեցնելով, որպեսզի դուք կարողանաք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն կայանաք, ամրանաք, հզորանաք, դուք ձեր մեջ պիտի կարողանաք ներքին խնդիրները հարթել։ Իրար մեջ պիտի լինեք սիրով, հոգատար, կարեկից, այսինքն իբրև մեկ ամբողջություն, մեկ ընտանիք, մեկ ազգ, դուք պիտի կարողանաք համախմբված լինեք լիարժեքորեն։ Եվ մենք դրա նաև օրինակները ունենք այն իմաստով, որ նույն Քրիստոսի երկրային կյանքի տարիների ընթացքում ծայրահեղական հրեաները զենք վերցրեցին եւ զենքով էլ ընկան, բոլորը կոտորվեցին։ Քրիստոսից հետո էլ դա եղավ, այդ նույն պատմությունը կրկնվեց։ Քրիստոսից հետո էլ հրեաները ապստամբություն բարձրացրեցին եւ այդ ապստամբության արդյունքում հազարավոր մարդիկ կործանվեցին եւ կոտորվեցին։ Այսինքն բնականաբար Աստվածաշնչում մենք չենք գտնի որևէ տեղ, որտեղ որ խրախուսվում են պատերազմները, բայց սրի գործածությունը հոգևոր իմաստով մեզանում այլ խորհուրդ ունի, ինչին եւ Քրիստոս նաեւ ավետարանում անդրադարձել է։ Այնուամենայնիվ Քրիստոս չասած դեն դիր եւ մի օգտագործիր, այստեղ կար հետին միտք կարծես, հետին նպատակ։ Կա մի պարզ ճշմարտություն։ Երբ որ մենք քրիստոնեություն անցալում ենք որպես խեղճության կրոն, որ շատեր ասում են, հա, քրիստոնեությունը ասում են ներիր, սիրիր, եթե մի այդից ապտակում են մյուսը շուրտուր, որպեսզի մյուսին ապտակեն, բայց իրականում երբ որ Տիրոջը ձերբակալեցին եւ քահանայապետի ծառան Հիսուսին ապտակեց, Հիսուս մյուս երեսը շուրջ չտվեց եւ պարզապես հաշիվ պահանջեց ասելով ինչու ես ապտակում, եթե վատ բան եմ արել, վկայիր դրա մասին, իսկ եթե վատ բան չեմ արել, ինչու ես ապտակում։ Սա նշանակում է ոչ թե որ Քրիստոս ինքն իրեն հակասեց, որտեղ միտեղ ասում է մի երեսից ապտակում է մյուսը շուրտուր, բայց ինքը դա չարեց։ Սա նշանակում է, որ չարին պետք է ընդդիմանալ այն մեր կյանքից արմատախիլ անելու հստակ պայմանով։ Տեր հայր, Քրիստոս ասաց ես չեկա խաղաղություն տալու, ես եկա սուր բերելու, կրակ գցելու։ Այսինքն ինչ իմաստով է ասել, սա երկիմաստ, նույնիսկ բազմիմաստ։ Իրականում շատ հստակ է այստեղ խոսքը հոգևոր խաղաղության մասին է եւ սուրը բառացի այն մեր պատկերացած զենքը չէ այստեղ։ Սուրը դա Աստծո խոսքն է այստեղ, այս հատվածում։ Ինչի մասին է այստեղ Քրիստոս խոսում։ Եթե մենք խոսում ենք այն խաղաղության մասին, որ աշխարհն է մեզ տալիս, մենք տեսնում ենք ինչ է կատարվում այսօր աշխարհում։ Այսօր բոլորն են խոսում խաղաղության մասին, բոլոր երկրները, բայց իրականում այդ պատերազմները մեր կյանքում չեն պակասում, ցավոք սրտի, եւ այդ աղետները չեն պակասում։ Սա աշխարհի պատկերացած խաղաղություն, այսինքն հանուն սեփական շահի մենք կարող ենք գնալ ծայրահեղ քայլերի եւ նաեւ ճակատագրեր կործանել, չնայելով որ այսօր մեկ արհավիրքը ծնում է մեկ ուրիշ արհավիրք։ Քրիստոս բերեց մեզ այլ խաղաղություն, երկնային խաղաղություն, եւ այս խաղաղության հասնելու համար կարելի է այլ կերպ ձևակերպել։ Սա հոգեվոր պատերազմ է հանուն խաղաղության, ինչի մասին որ Քրիստոս խոսում է եւ վկայում է։ Այո, պատերազմ այն իմաստով, որ պատերազմ չարի դեմ, պատերազմ մեղքի դեմ, պատերազմ ամեն տեսակ սխալ ընթացքների դեմ, որոնք կարող են մեր կյանքի ընթացքը խաթարել։ Այս ամեն ինչի դեմ, այո, մենք պետք է պատերազմենք, մենք պետք է կռիվ տանք, որպեսզի դրանք արմատախիլ անենք։ Խոսքը բառացի պատերազմի մասին չէ։ Եվ այս պատերազմի, հոգևոր այս պատերազմի արդյունքում մենք հասնում ենք այն բաղձալի խաղաղության, որ Քրիստոս բերեց աշխարհ եւ Աստված մեզ խոստացավ։ Սուրը Աստծո խոսքն է, որով որ չարը բարուց զատվում է։ Այսինքն սուրը չարը բարուց բաժանելու իմաստ ունի եւ խորհուրդ ունի, ու այս առումով շատ կարեւոր է որ մենք հասկանանք, որ կա հստակ ճշմարտություն, որ Աստծո խոսքն է եւ այդ ճշմարտությունը մեկնաբանման կամ այդ ճշմարտությունը այլ կերպ ձևափոխելու, հարմարեցնելու խնդիր չի դնում որևէ մեկիս առաջ, շատ հստակ է Աստծո պատվիրանները, Աստծո պատգամները եւ դրանք պետք չի հարմարացնել այնպես ինչպես ինձ է պետք։ Շատ ուղիղ պետք է հասկանալ եւ դա այդ երկսայրի սուրն է, որը մեզ տալիս է հնարավորություն ընտրություն կատարելու։ Մենք որ կողմն ենք ընտրում։ Տեր հայր, իսկ եթե սուրը Քրիստոսի խոսքն է, ունենք նաև հակառակ խորհուրդը, ասում է սպառազինվել Տիրոջ խոսքով։ Այո։ Դա հենց այն հոգևոր զենքն է, որով որ մենք պիտի պատերազմենք։
հոգևոր այդ պայքարի մեջ Աստծո խոսքն է մեր ամենակարևոր զենքը, որով պիտի պայքարենք չարի դեմ, ոչ թե մարդու դեմ։ Տեր հայր, հիմա եկեք թերթենք Մատթեոսի ավետարանը, որտեղ ասվում է մի հատվածում, ով մախաղ ունի, թող վերցնի մախաղը, ով քսակ ունի, թող վերցնի քսակը, եւ ով չունի, թող վաճառի վերջին բաճկոնը, վերարկուն եւ սուր գնի։ Ինչի համար է գնում այս սուրը։ Սա էլ հոգևոր պատերազմի, հոգևոր պայքարի դրսևորումն է մեր կյանքում, այսինքն պատրաստ եղեք այդ հոգևոր սպառազինությամբ, պատրաստ եղեք այդ պայքարին, հոգևոր պայքարի մասին է խոսքը։ Բառացի սուր գնելու մասին չի խոսքը, որտեվ այստեղ այդ падգամը, որ Քրիստոս տալիս է, խոսքը վերաբերում է այն մի իրականության, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ որ մենք պիտի մեր հոգու փրկության մասին մտածենք եւ պիտի արժանանանք երկնային այդ խաղաղությանը, որի համար պետք է պայքարել։ Նաև այդ ընկալումը կար հրեական իրականության մեջ, որ մենք ապրում ենք վերջին ժամանակների եւ մենք պիտի պատրաստվենք երկնքի արքայության, պիտի պատրաստվենք վերջին ժամանակներին, որպեսզի Աստծո դատաստանի առաջ կանգնենք արդեն արդարացված կամ պատրաստված։ Եվ դրա համար մենք պիտի սպառազինություն ունենանք։ Եվ եթե մեզ պետք է այդ սուրը, որը որ Աստծո խոսքն է, պիտի մենք ամեն ինչ զոհենք հանուն Աստծո խոսքի, Աստծո պատվիրանին։ Տեր հայր, սուրը եկավ եւ հասավ մեր պետության եւ ընդհանրապես պետությունների զինանշանի վրա։ Սուրը գաղափարախոսություն է, գաղափարաբանություն է, թե պայքար։ Սուրը միշտ պայքար է։ Պայքար է եւ մեր կյանքում կարծում եմ կարեւոր պայքար, մանավանդ հաշվի առնելով, որ մենք միշտ այդ գոյապայքարի մեջ ենք եղել, իբրև ժողովուրդ, իբրև ազգ, եւ այստեղ սուրը մեր ձեռքին, հայրից ձեռքին ոչ թե եղել է զավթելու համար, այլ պաշտպանվելու համար։ Եվ սա սրբազան պատերազմ է, որին որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է եղել եւ միշտ այդ պատերազմներում մեր ժողովուրդը իր ամուր կամքը, հայրենասիրությունը, հավատքը միշտ դրսևորել է եւ դրա մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպիսի անհուսալի վիճակներից մենք կարողացել ենք կերտել մեր պետությունը, պահպանել մեր ազատությունը կամ վերականգնել մեր անկախությունը։ Այսինքն այստեղ մեր ձեռքին սուրը մեր սրբությունները, մեր հայրենիքը պաշտպանելու հստակ առաքելություն ունի։ Եթե ունենք պետություն, ունենք բանակ, ուրեմն բանակի ամենակարևոր բաղադրիչը սուրն է։ Եվ մենք այսօր հայոց բանակում ունենք գնդերեցի ինստիտուտ, այսինքն հոգևորականները նույնպես կարող են օգտվել զենքից եւ հատկապես արդեն ասացիք, ունենք զենքը սուրը ոչ միայն հարձակվելու, առավել պաշտպանվելու համար նաեւ։ Գնդերեցների առաքելությունը բանակում հոգևոր դաստիարակությունն է, հոգևոր խնամքն է մեր զինվորների եւ նաեւ մարտական այդ ոգին զորացնելու հստակ առաքելությունը կա, որտեղ մեր բանակը բնականաբար մեր պաշտպանության ամենակարևոր եւ մեր անկախության, մեր ազատության ամենակարևոր երաշխիքն է։ Ու այս առումով շատ կարևոր է, որ մեր բանակում լինեն առողջ հարաբերություններ, առողջ մթնոլորտ, հոգևոր հստակ գիտակցում, մեկը մյուսի նկատմամբ եղբայրական սեր եւ այս ամենի կրողը եւ նաեւ մեր զինվորներին փոխանցողը մեր գնդերեցներն են։ Աստված չանի, բայց պատերազմների ժամանակ մեր գնդերեցները նաեւ կարող են զենք վերցնել եւ պաշտպանել հայրենիքը, ինչպես եւ բոլորը մեր ժողովրդի բոլոր զավակները։ Տեր այր հիշենք նաև հայոց իշխանավորների մեջ կային եւ ռազմաքաղաքական գործիչներ եւ համադրում էին հոգեվոր առաջնորդությունը։ Ունենք Հասան Ջալալդոլան, որը եւ ռազմաքաղաքական գործիչ էր եւ ամեն օր ճգնում էր, աղոթք էր անում, Աստվածաշունչ էր կարդում, այսինքն սա եւս արդարացնում է պաշտպանության նպատակով սրի։ Միանշանակ, այսինքն միշտ էլ բոլոր հանգրվաններում հոգևորականը եւ մեր իշխանությունները հայրենիքի պաշտպանության սրբազան գործին միշտ միասին են եղել եւ դա արտառոց մի բան չէ, դա մեր առաքելությունն է, դա այն բնական ընթացն է, որ պիտի լինի բոլոր ժամանակներում դա պիտի լինի։ Եվ այո, մենք ունեցել ենք գործիչներ, որ իրենց ռազմական գործունեությունը նաեւ զուգորդել են իրենց հոգևոր առաքելությամբ, ինչը այդ մարդկանց հավատքի դրսևորումն է եւ սա շատ բնական է։ Իսկ սուրը կարող է կամք ձևավորել, պայքարի կամք, ինքնավստահություն։ Եթե գիտես այդ սուրը ինչից է համար ես ձեռքիդ բռնում եւ եթե գիտես, որ դու արդար գործի համար ես այդ սուրը ձեռքիդ բռնում, այո, կարող է։ Տեր հայր, եւ ասում է իմ պատվիրանների չկատարեք, թշնամիներ կուղարկեմ ձեզ վրա, այսինքն այդ թշնամիները առանց սրի կարող է լինեն։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այս բարձ ճշմարտությունը։ Եթե դու Աստծո հետ չես, դու չարի իշխանության տակ ես։
Այս շատ կարևոր, շատ հստակ իրողություն է։ Այսինքն կամ դու լույսի մեջ ես քայլում, կամ դու խավարի մեջ ես։ Խավարը ինչ է, լույսի բացակայությունն է։ Այսինքն եթե դու այդ բարության մեջ ես, դու այդ հոգևոր պայքարի մեջ ես, ուրեմն դու չար իշխանության տակ ես, այդ թշնամիները այո քեզ կպաշարեն հոգևոր իմաստով։ Այսինքն սա խորհուրդ է, թշնամին կարող է ընկալվել որպես սրի խորհուրդ։ Եվ եթե ամփոփենք մեր թեման, ունենալ սուր, այո, ունենալ սուր, որը որ մեր ձեռքին պիտի լինի ամուր զենք, հոգևոր իմաստով չարի դեմ պայքարելու, չարը մեր կյանքից հեռացնելու եւ բարությամբ ապրելու եւ նաեւ ունենանք սուր իբրև զենք մեր հայրենիքը, մեր սրբությունները պաշտպանելու հստակ առաքելությամբ։ Օրհնեցիք Տեր Հայր։ Աստված օրհնի։